Ճիշտ ասած 44 օրյայի մասնակից եմ։ 44 օրյայի մասնակից եմ։ Վիրավորվել եմ Ջաբրայիլ։ Ասի գոնե մի անգամ ես էլ գամ մի հատ բարեմ ուրախանամ։ Իհարկե դեմ եմ, որ սենց բան կազմակերպված։ Ինչ եմ դեմ։ Հարգելի լրագրող, դուք տեսել եք մեր ընդհանրապես մեր քաղաքի վիճակը։ Գեղարքունիք, չէ, խոսքը չի գնում հրապարակի մասին ու այն մարդկանց, ովքեր որ հարգելի լրագրող, խոսքը չի գնում հրապարակի մասին ու այն անջատված մասսայի մասին, որ եկել է պրոստը ուրախանա։ Խոսքը գնում է Գեղարքունիքի, Վարդենիսի, Տաուշի մարզի, Շամշադնի, Սյունիքի մարզի մասին, որ վիճակը շատ վատ է ու վարչապետը սպառնում է, ասում է, եթե ես չընտրվեմ, պատերազմ կլինի։ Ես որպես զինծառայող, եկեք զերծ մնամ։ Այո, ներկայումս եմ զինծառայող, թույլ տվեք ես հիմա զերծ մնամ, ոչ թե նրա համար, որ վախենում եմ կալանավորվելուց, այ որովհետև իմաստ չկա, որ խոսամ, որովհետև շատ վատ է երկրի վիճակը, գնաճը բարձրացած է, աշխատավարձները ես չգիտեմ, մենք օրինակ չենք ստանում այնքան, ինչքան որ ստանում է ոստիկանությունը, բայց եթե տագնապային վիճակ ստեղծվի, ոստիկանությունը ամենավերջում է գալու, սկզբից բարձրանալու ենք մենք։ Որ զինվորականը, այն որ նախարարը, թե որ փոխնախարարը, թե որ Պապիկյանի բարեկամն է, որ զինվորականը, հələ գնացեք մտեք զորամաս, եկեք մտեք զորամաս, տեսեք մեր աշխատավարձները ու գնացեք մտեք բաժին, տեսեք հասարակ ոստիկանության աշխատողը, բարեկային ծառայությունը ստանում է այսօր 650,000, իսկ մենք ստանում ենք 380, դա ճիշտ է, դա նորմալ է։ Ես շարային մասում եմ, ինքը ուղիղ եթեր է, շարային մասում եմ, չեմ ասում, որ զորամասի, բայց շարային մասում եմ։ Ու պլուս դրան էլ համեմ ու դրան էլ ասեմ, որ ես 44 օրյայի պատերազմի մասնակից եմ, իմ ես մի ոտը չկա, բայց ես թոշակ չեմ ստանում, որովհետև վարչապետը ինձ չթոշակավորեց, որ ես մի ոտանի եմ, ինչ արեց։ Ոչ, վարչապետը չպետք է թոշակավորեր, պարզապես հարցային էր, որ ես դիմեցի սոցիալ, դիմեցի առողջապահության, դիմեցի մեր ես ամեն քայլում եմ իմ ծնողի ու շնորհիվ, որը գտնվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Ասեք էլ հարցեր։ Այո, դա ճիշտ չէր, գոնե, այո, դա ճիշտ չէր, որովհետև երեք մենք սկում էինք եղերներ, իսկ այսօր մենք եկել ենք ուրախանանք։ Գոնե պետք է ինչ-որ մի ինտերվալ, X ինտերվալ լիներ, ասենք 5 օր, 15 օր, ոչ թե անմիջապես հետո գայինք ու ասենց նշենք։ Կարամ ներկայանամ եմ։ Դե հարգելիս, սենց ասեմ, ով էլ նստի ուտելու է, ինչ ով էլ նստի ուտելու է, բայց ինչը որ վերաբերվում է Սամվել Կարապետյանին, նախ Սամվել Կարապետյանը այս երկրից ընդհանրապես խաբար չի։ Ոչ մեկին չեմ ընտրելու։ Չեմ կարող չմասնակցեմ, որտեղ ներկայիս պահին զինված ուժերում են ծառայում, բայց որոշել եմ բոլոր թերթիկները ջնջեմ հեչ անեմ, որ իմ անունից հանգած ինչ-որ մեկը դա մեր իրավունքն է, բայց ես հարգելի լրագրող պագոնի տակ եմ, լյուբոյ պագոնի տակ մարդ, լյուբոյ զին ծառայող կլինի ոստիկանություն, կլինի ով ուզում անդի, եթե կրում ուսադիր, պարտավոր է գնա։